իշխանության կռիվը Հակոբյանի իշխանությունը արժում էր, դե շատերն են խոսում այն մասին, ինես ուժայինների կանայք ղեկավարները իր կադրեր են համարում, այս ամենի հետ կապված խնդրեմ ձեր տեսակետը, արդյոք կիսում եք այս կարծիքը թե ոչ, եւ ի վերջո ամեն դեպքում չկարողացան հայ իրենք ժողովրդին, այսպես ասենք, զբաղեցնել իրենց այդ թեմայով, այս մասով ձեր տեսակետը։ Տեսեք, ես ձևակերպեմ ընդհանուր առմամբ ես միշտ այն կողմնակիցն եմ եղել, որ ընդհանրապես բամբասանքային ձևակերպումները չարժել լուրջ քաղաքականության մեջ վերլուծության առարկա դարձնել։ Բայց հաշվառնելով այն հանգամանքը, որ այս զույգը լուրջ ազդեցություն է թողնում մեր պետական համակարգին եւ հանրային գիտակցության մեջ որոշակի տեղ է զբաղեցնում, ապա ես իմ կարծիքը կարող եմ ասել, տեսեք, եթե դուք նկատեցիք Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ամուսնացան, այսպես ասած, քաղաքացիական ԶԱԳՍ-ով, չէ՞, վերջերս ամուսնացան, եթե դուք հիշում եք, չէ՞, եւ կարճ ժամանակ հետո նորից ամուսնալուծվեցին, այսինքն, տեսեք, դա տրամաբանական է, իհարկե ոչ, այսինքն, եթե մարդը ուզում է ամուսնալուծվել, եթե ինքը քաղաքացիական, այսպես ասած, բանով ամուսնություն ունի, ինքը չի գնա մի հատ էլ քաղաքացի ԶԱԳՍ գնա ամուսնանա, հետո նորից արդեն բաժանվի, այսինքն, սա ինչ է նշանակում, սա նշանակում է հետեւյալը, որ սա ոչ այնքան ամուսնալուծության process է, այլ ոչ որքան Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքը հանում է Հայաստանից դուրս, իսկ դա փախուստ է, իր փուլային փախուստն է Հայաստանից, առաջի հերթին կնոջ եւ իր երեխաներին հանելու է Հայաստանից, իր հսկայական ունեցվածքը ինքը հանելու է Հայաստան, որտեվ ինչի ինքը ԶԱԳՍ-ով ամուսնացավ։ Ես կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ, ով իրավաբանական տրամաբանության մեջ շատ լավ հասկանում է, երբ որ դու ԶԱԳՍ-ով ամուսնանում ես, այն ունեցվածքները, որ դրսերում, բաներում, կրիպտովալյուտաների վրա արդեն իրենք կարող են ունենալ, ինքը այդ պես ասած ձևերով ինքը կարող է այդ ունեցվածքի իրավաբանական իմաստով այսպես ասած իրավունքներ ունենալ, հա, այսպես ձևակերպենք։ Եվ ամուսնալուծվեցին, որպեսզի ինքը կարողանա օրինական մակարդակով Հայաստանից դուրս գա, ասի ես ամուսնալուծվել եմ, արդեն չեմ ուզում այդ մարդուն, չեմ սիրում եւ իր ընտանիքը վերցնի եւ ըստ էության Հայաստանից փախնի։ Սա Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հանելն է Հայաստանից, որը այսպեսի թատերական ներկայացումով ներկայացրեցին, որը բամբասանքային մակարդակի վերլուծությունների է արժանանում, բայց դա ցույց է տալիս, որ մեր մոտ մեր քաղաքական լրագրողական վերնախավում ցավոք սրտի այդ բամբասանքը ավելի գերակա, ավելի հետաքրքիր է, որովհետև նման է սերիալին եւ ոչ մեկ լուրջ չի վերլուծում, թե եթե մարդը ամուսնանում է, ինչի մինչեւ այդ ընդամենը օրեր առաջ կամ շաբաթներ առաջ իրանք ամուսնացան ԶԱԳՍ-ով, հետո նոր արդեն ամուսնալուծվեցին։ Պատկերացնում եք, չէ՞, եթե մարդը 30 տարի ինքը քաղաքացիական բանով է ապրում, ինքը ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չէ, 30 տարի անց, եթե իրանք այդքան հակասություններ ունեն, ինչի գնացին ամուսնացան ԶԱԳՍ-ում, կարաք ինձ ասեք։ Որպեսզի այդ, երբ որ ԶԱԳՍ-ով դու ամուսնանում ես, դու լեգիտիմ այսպես ասած իրավունքներ ես ստանում ընդհանուր ունեցվածքի վերաբերյալ։ Հետո որ ամուսնալուծվում ես արդեն, դրանից հետո արդեն փայաբաժինդ վերցնում ես եւ տանում ես։ Դա շատ տրամաբանական, ուղղակի, քանի որ մեր մոտ վերլուծության կուլտուրա չկա, այդ կուլտուրայի բացակայության պայմաններում միանգամից առաջ է գալիս առաջինը բամբասանքային վարկածները, իսկ բամբասանքային վարկածները պոպուլյար են ցածր հասարակական գիտակցություն ունեցող ժողովուրդների մոտ։ Ցավոք սրտի մենք նույնիսկ ես միշտ ասել եմ, որ մեր երկրում 30 տարվա ընթացքում մենք լուրջ քաղաքական վերնախավ չենք կարողացել ձևավորել։ Քանի որ չենք կարողացել, մեր մոտ չկա նաև վերլուծական մտքի լուրջ վերնախավ, լրագրողական լուրջ վերնախավ, որոնք կարողանային, այսպես ասած, միջազգային ստանդարտներին համապատասխան կարողանային այդ ամեն ինչը ներկայացնել եւ մատուցեին հասարակությանը, սա է հարցը։ Ճիշտ ասած, պարոն Բոզյան, հիմա մենք եթերում ենք եւ Ալեն Սիմոնյանն է ճեպազորույցի ժամանակ նշում էր այս հայտարարությունները նախ ամենքե փորձում էր համոզել, որ ինքը չի ասել, որ եկեղեցում կան մանկաբերդ հոգեվորականներ, այն որ իր հայտնի խոսքը հիշում եք ինչպես էր որսի տված հարցազրույցում ասել, հիմա ստացվում են Սերժ Սարգսյանը մերժված է, որպես մերժված մնալու է պատմության մեջ, ասում է թող գնա Վալերիան կրմի, ով բայց Քոչարյանը ղեկավարման մասին թող չխոսի, նա թող նախ կարողանա իր խմբակցությունը ղեկավարել։ Այս անդրադարձակ պահվածքը ինչի դրսևորում է։ Դե տինավորություն չի, ինքը միշտ էլ այդպեսի պահվածք ունեցել է, այս վերջին 8 տարիների ընթացքում մենք ուրիշ պահվածք չենք տեսել, դեռ մեկնաբանելու իմաստ չկա։ Սա է ընդհանրապես։ Իսկ այն իրողությունը այս աղետի, այս եղածող տարածաշրջանի, այս մեր զոհերի, մեր իրողության մեջ այդպես պարտանալ եւ կիսվել սեփական 46 ամսից նշանդրեքով այդ ինչ է բա։
Ես ասացի, որտեղ նույնպես եմ ասում, մեզ մարդիկ արդեն ամբողջովին սպառել են իրենց, բայց սպառել են հենց իրենք ի սկզբանե այդպես են եղել։ Իրենք երբևիցե լուրջ քաղաքականությամբ չեն զբաղվել։ Իրենք լուրջ քաղաքականություն երբևիցե ոչինչ չեն հասկացել։ Իրանք պետական կառավարումից շատ հեռու են եղել։ Իրենք աշխարհաքաղաքական գործոններից զրո պատկերացում են ունեցել։ Հիշում եք ինքը ասում էր, թե ես իմ զրոյական կետից եմ սկսելու բանակցությունները։ Զրոյական կետից ինքը տարավ Արցախը ոչնչացրեց։ Սա այդ ինչ է նշանակում, որ այդ մարդը փաստացի կարելի ասել ինքը այդ պատկերացումները չունի։ Այս մարդիկ ոչ մի պատկերացում չունեն ոչ պետությունից, ոչ պետական կառավարումից, ոչ մի բանից։ Պատահական մարդիկ են, պատահական մակարդակով հայտնվել են իշխանության եւ 3 ամիս հետո տրամաբանական մակարդակով հեռանալու են։ Եվ վերջին հարց